Թուրքիայում շարունակվող ռեպրեսիաների եւ անկայունության ֆոնին այս շաբաթ կայացել էր Հայաստանի վարչապետի եւ Միացյալ Նահանգների պետքարտուղարի հեռախոսազրույցը։ Պետդեպարտամենտի հաղորդագրության համաձայն Վաշինգտոնը անընդունելի է համարում Հարավային Կովկասում ցանկացած էսկալացիա։ Ըստ ամերիկյան կողմի Մարկո Ռուբիոն եւ Նիկոլ Փաշինյանը որպես ռազմավարական գործընկերներ քննարկել են ընդհանուր շահերը։ Պետքարտուղարը ողջունել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնությունը եւ ընդգծել կայուն խաղաղության կարեւորությունը։ Տարածաշրջանային հակամարտությունների շրջափուլը կոտրելու եւ Հարավային Կովկասում անվտանգություն բերելու համար հայկական կողմի հաղորդմամբ վարչապետը պետքարտուղարին է ներկայացրել բանակցային գործընթացները, որոնց արդյունքում համաձայնեցվել է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի նախագիծը։ Փաշինյանն ընդգծել է, որ համաձայնագրի նախագիծը սպասում է ստորագրման։ Անդրադառնալով Փաշինյան-Ռուբիո հեռախոսազանգին միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրել է, որ պետք չէ շտապել մեկ հեռախոսազանգով պայմանավորված պնդել, որ ամերիկյան կողմը Հարավային Կովկասում սկսելու է ակտիվություն ցուցաբերել կամ հայ-ադրբեջանական պայմանագիրը ստորագրելու միջնորդ լինել։ Ըստ նրա առավել կարևոր է հետևել Պուտինի եւ Թրամփի միջև տեղի ունեցող հեռախոսազանգերին եւ զարգացումներին, որոնք նոր իրողություններ են ձևավորում աշխարհում։ Հայաստանի մասով ավելի շատ բան կախված է լինելու Իրանի եւ ԱՄՆ հարաբերությունների դինամիկայից, դրանց դրական կամ բացասական զարգացումներից։ Իհարկե Թրամփը կարող է փորձել խաղաղության պայմանագրի միջնորդ լինել, բայց դրա համար մի շարք հանգամանքներ կան։ Միացյալ Նահանգները բալանսավորող եւ զսպող գործոն էր հանդիսանում Հարավային Կովկասում իր ներկայությամբ, փափուկ ուժի առկայությամբ, ՆԱՏՕ-ում ծանրակշիռ դերակատարությամբ, Ռուսաստանի հետ մրցակցությամբ։ Հիմա բոլոր այս գործոնները չկան եւ ԱՄՆ-ն նոր գործիքակազմ պետք է մշակի ազդեցության պահպանման եւ բալանսավորման համար։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը նույնպես մեկնաբանել է Փաշինյան-Ռուբիո հեռախոսազրույցը։ Ըստ նրա, ամերիկյան կողմի տարածած պաշտոնական համառոտ հաղորդագրության մեջ բավականին կարևոր եւ ուշագրավ է ձևակերպումը, որ պետքարտուղարն ու վարչապետը համակարծիք են եղել։ Հարավային Կովկասում ցանկացած ձևի էսկալացիա անընդունելի է։ Իհարկե, Վաշինգտոնից հնչող այդ արձանագրումը դեռ բոլորովին չի նշանակում աներկբա ու աներեր սահմանում, որովհետև գործոնները շատ են, բազմաշերտ, բազմազան եւ այստեղ որևէ մեկ բևեռի դիրքորոշումը միշտ քիչ է եղել եւ քիչ է իրավիճակ կանխորոշելու համար, բայց կրկնեմ, կարևոր է, եթե Վաշինգտոնը լինի այսպես ասած կայունության դիրքում։ Ուշագրավ է, որ հայկական կողմի տարածած հաղորդագրության մեջ չի խոսվում այն մասին, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը կարևոր են համարել ռեգիոնում կայունությունը կամ անթույլատրելի են համարել ապակայունացումը։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանի ամերիկյան այցի ժամանակ Վաշինգտոնը մտահոգություն էր հայտնել Թուրքիայում անկայունության վերաբերյալ, հայտնել են ամերիկյան անանուն աղբյուրները։ Մենք դիտում ենք նույն լուրերը, թե ինչ է կատարվում, ինչպես բոլորը։ Մենք անշուշտ անհանգստացած ենք այս բողոքի ակցիաներով եւ որոշ ռեպորտաժներով։ Reuters գործակալության հետ զրույցում թուրք դիվանագետները պնդել են, որ Ֆիդանի հետ բանակցություններից հետո Ռուբիոյի X-ի օգտահաշվում արված գրառումն իրականությանը չի համապատասխանում։ Դրանում ամերիկյան դիվանագիտության ղեկավարը պնդել էր, թե Ֆիդանի հետ հանդիպման ժամանակ մտահոգություն էր հայտնել Թուրքիայում իրականացված վերջին ձերբակալությունների առթիվ։ Ստացվում է, Անկարան Ռուբիոյին մեղադրում է սուտ խոսելու համար։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն նախորդին իր թուրք պաշտոնակից Հական Ֆիդանի հետ հանդիպման ժամանակ Թուրքիայում ծավալվող բողոքի գործողությունների թեմային չի անդրադարձել։ Ընդ որում ամերիկյան կողմի հաղորդագրությունում նշվում է, որ պետքարտուղարը խնդրել է Թուրքիայի աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում։ Այս ֆոնին պաշտոնական Փարիզն է իր անհանգստությունը հայտնում Թուրքիայում շարունակվող ցույցերին եւ իր անդրադարձում նշում, որ Անկարայի կարիքը Եվրոպան ունի։ Vous êtes en effet, je le sais, légitimement inquiet devant les événements historiques en cours. Ընդդիմության քաղաքական գործիչների դեմ դատական հետապնդումների համակարգված բնույթը, հավաքների ազատության դեմ ճնշումները, Ստամբուլի քաղաքապետի ձերբակալությունն ու կալանավորումը ակնհայտ հարձակումներ են ժողովրդավարության հիմքերի վրա։ Թուրքիան Եվրոպայի կարիքն ունի, իսկ Եվրոպային անհրաժեշտ է Թուրքիա, որը կգնա ժողովրդավարական ճանապարհով, հարգելով իր ստանձնած պարտավորությունները։ Les États-Unis d'Amérique entendent imposer des tarifs douaniers. Ընդհանուր պատկերը հետևյալն է. Թուրքիայից Կովկասի խաղաղությանը նպաստելու ակնկալիքը կարող է նշանակել, որ Վաշինգտոնն Անկարային առաջարկում է խաղալ ոչ թե Լոնդոնի ու Բրյուսելի, այլ իր հետ։ Տիդա Ղազարյան, Գարիկ Արամյան, TV News։